Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթագալ լուրերն են, Հարկանքի դուրք Լեոնիդ Ասկալթյանի հիշադակին, Արևմտյան Հայաստանի Հանրապետության մեջ նոր էջ, Արմենակ Աբրահամյան նախագահ ընտրվեցավ, Այկեկի մզգիտի ավիրումի փաստը լավ գերեւի արփանյակային լուսանգարներուն մեջ, Քեդաշյանը եւ Շահումյանը ազատագրելու նպատակով կացի Արցախ, Հենրիկ Մարգարյան, 20 տարի առաջ վերացվեցան Ճյուղայի կանգուն մնացած վերջին խաչքարերը, Քարեն Եփեի վկայությունը Ուրֆայի հայրու ողբերգության մասին, Աջակցին Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ նոյեմբեր 22-ին Հարկանքի դուրք մատուցեց Արցախի հերոս Լեոնիդ Ասկալթյանի հիշադակին։ Պատվիրակության անդամները ձագեբսակ դրին հերոսի գիսանտրին մոտ խոնարհելով անոր անմահ հիշադակի առաջ։ Լեոնիդ Ասկալթյան Արցախի ազատամարտի նշանավոր զորավարներ են, այսօր կդառնար 83 տարեկան։ Ան հայկական նորագույն պատմության ամենաազնվակույն եւ սկզբունքային ռազմական դեմքերեն մեկը եղավ, որուն ամբողջ կյանքը նվիրված էր հայրենիքի պաշտպանության։ Նոյեմբեր 22-ին Երևանի Best Western Congress հյուրանոցին մեջ տեղի ունեցան Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունները, օրագարկային եւ խորհրդանշական իրադարձությունը, որ համախմբեց ամբողջ հայությունը։ Ընտրությունները տեղի ունեցան անմիջապես Լեոնիդ Ասկալթյանի հուշարձանին Հարկանքի դուրք մատուցել են ետք, քանի որ այդ օր հերոսի ծննդյան դարեդարձն էր։ Քվեարկության արդյունքով նախագահ ընտրվեցավ բարոն Արմենակ Աբրահամյան։ Այս հաղթանակը ներկաները գնահատեցին ոչ միայն իբրև քաղաքական իրադարձություն, այլ նաև իբրև միասնական կամքի եւ վստահության դրսեւորում։ Սրահը լեցվեցավ չերմ շնորհավորանքներով, մաղթանքներով եւ ապակայի հանդեպ լույսով լեցուն հավատքով։ Արմենակ Աբրահամյանի ընտրությունը շատերու համար նոր սկիզբ է։ Հայության համար ուժեղացման, ազգային իրավունքներու պաշտպանության եւ պետականության գաղափարի վերագերտման ուղի։ Մասնագետները նշեցին, որ այս հաղթանակը խորհրդանշական է Ասկալթյանի հիշադակի օրը։ Հայրենիքի ազատության համար իր կյանքը զոհաբերած հերոսի ծննդյան օրը նոր առաջնորդի ընտրությունը ընկալվեցավ իբրև շարունակականություն այն պայքարին, որ երբեք չընդհատվիր։ Նոր նախագահին մաղթեցին զորություն, հետևողականություն եւ նորանոր հաջողություններ, ի բարօրություն Արևմտյան Հայաստանի եւ ամբողջ հայկական աշխարհի։ Միջոցառում եզրափակվեցավ միասնական պատգամով։ Ազգային հաղթանակները գծնին համախմբվածութեն են։ Դեռ 2021 թվականի սկիզբը ադրբեջանական կողմը ճանապարհաշինարարական աշխատանքներու ընթացքին քանդած է Այկեկ գյուղի մզգիտը։ Մզգիտի շենքը քանդված է ադրբեջանցի ճանապարհաշինարարներու կողմէ, այդ կարծիքով թե այդ շինությունը վթարային գյուղական շենք մնե։ Գնուտենեն հետո բարձված է, որ Ադրբեջանի պատասխանատու կառույցները դեղյակ չեն եղած, որ այդ շենքը մզգիթ էր եւ պատմամշակութային արժեք ուներ։ Զարմանալի է, որտեղ 2021-ին Ադրբեջանի իշխանությունները Յուսիֆլի գյուղի մզգիթը ներառած էին պահպանված հուշարձաններու ցանկին մեջ, իսկ 2020-ին այդ տարածքներով բռնագրավում են յետ գազագերբած էի լրագրողներու այցելություններ։ Ավելի զարմանալի է, որ ադրբեջանական կողմը հողային աշխատանքներու ընթացքին անդեսած է մզգիթի մուտքի արաբադար արձանագրությունը, ինչպես նաև շինության ներսի միհրաբ կոչվող խորշը։ Մզգիթի ավիրման փաստը լավ գերեւի արփանյակային լուսանգարներուն մեջ։ Հարկ է նշել, որ շփոթության եւ շինության քանդման հիմնական պատճառը մզգիթի կառույցի արտաքինը եղած է։ Պատմական Արցախի տարածքին գտնվող մզգիթները հիմնականին մեջ գյուղական մզգիթներ են, կառուցվածքով բարձ աղոթատներ։ Արցախի գյուղական մզգիթները խորհրդային դարիներուն գրեթե չէին ուսումնասիրված եւ անոնց մեջ շատերու մասին գոյություն չունեին փաստական նյութեր, լուսանգարներ կամ գծագրեր։ Կարևոր է նշել, որ այս մասին կվկայեն նույնիսկ ադրբեջանցի ճարտարապետները։ Հենրիկ Մարգարյան ծնած է 1993-ին Գյումրի, ան կսորվի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին մեջ եւ որոշում կառնե ծառայել իբրև ռազմական բժիշկ Արցախի մեջ։ 2020-ի պատերազմեն առաջ արդեն տեղափոխված էր Արցախ։ 44 օրյա պատերազմի օրերուն ան եղնիկներ գոչվող զորամասին մեջ էր։ Լիահույս էր, որ ծառայության տարիներուն հնարավորություն պիտի ունենար մասնակցելու Քեդաշյանի եւ Շահումյանի ազատագրման գործին։ 2005-ին ադրբեջանական բանակի քանի մը տասնյակ զինվորներ օրեր շարունակ ծանր մուրճերով գդոր ըրին եւ բեռնադառներով արագ սկեդը նետեցին Ճյուղայի գերեզմանադան այն խաչքարերն ու դաբանակարերը, որոնք մինչ այդ արդեն սկսած ավերումներ են յետ դակավին կանգուն էին։ 17-րդ տարուն Ճյուղայի խաչքարերը հասած էին մոտ 10,000-ի, 20-րդ տարու վերջավորության սակայն մնացած էին միայն 3,000-ը։ 2002-ի դարեվերջին ադրբեջանական կառավարության կողմէ կազմակերպված փարփարոսության հետևանքով վերացվեցան նաև այդ վերջին 3,000 խաչքարերը։ Այս մշակութային ոճրագործությունը տարածվեցավ ամբողջ աշխարհով մեկ եւ դադարեցավ Եվրոխորհրդարանի կողմէ։
Այսօր արդեն հայտնի է, որ Խաչքարերուն ամբողջական ոչնչացում են ետք հայկական գերեզմանոցի դեղը ստեղծված է հրացակարան։ Ճյուղայի խաչքարերը կներկայացնեն 15-17-րդ դարերու խաչքարային մշակույթի եզակի եւ աննախընթաց երևույթը։ Այս խաչքարերու գերեզմանոցը ամենահասկայական հուշարձաններեն մեկն էր, որը մնացել էր հայկական ճյուղայեն։ Առաջին աշխարհամարտի օրերուն Թանիացի մարդասիրական գործիչ Քարեն Եփե, ով սկիզբը թրական վերաբերմունք ուներ երիտուրքերուն հանդեպ, Ուրֆայի մեջ սեփական աչքով տեսավ միություն եւ առաջիմություն կոմիտեի գոմե գազմագերբված հայերու բնաճնչման ամբողջ գործընթացը։ Այս փորձառությունը արմատապես փոխեց անոր վերաբերմունքը թե միութենականներուն, թե ընդհանրապես թուրքերուն հանդեպ։ Պատերազմի սկիզբին մինչև ցեղասպանության իրականացումը դեղական մուսուլման բնակչության թշնամանքի եւ արմատականացման աճը Զեյթունեն, Երզնգային եւ Խարպերտեն դեղահանվածներու առաջին խումբերու ժամանումը, ապա խոշտանգումները, Ուրֆայի հայկական տղամասի դիմադրության անգումը, զանգվածային սպանությունները, Եփե ականատես եղավ այս ամբողջ կործանարար շղթային։ Անոր վկայությունները այսօր կարևոր աղբյուր են հասկանալու Ուրֆայի հայկական կյանքի գործանումը եւ թրքական իշխանություններու գազմագերբած ցեղասպանական քաղաքականությունը։ Արեմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր, անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արեմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող, քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արեմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արեմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Ֆրանսիացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արեմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան դարբեր գազմագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։